Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այսօր հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակի օրվա առիթով հղած ուղերձում շեշտել է ուժեղ եւ պաշտպանունակ բանակի անհրաժեշտությունը պետության համար եւ կարեւորել նրա ինստիտուցիոնալ զարգացումը։ Եռաբլուր զինվորական պանթեոն է այցելել ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին II հոգեհանգստյան կարգ է մատուցել ապածաղիկներ խոնարել Վազգեն Սարգսյանի Զորավար Անդրանիկի եւ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մյուս հայրենիների շիրիմներին, ինչպես նաեւ Արցախի կանչը հուշարձանի առջեւ։ Տեղում աշխատող լրագրողները վեհապարից փորձել են մեկնաբանություններ ստանալ եկեղեցի պետություն լարված փոխհարաբերությունների վերաբերյալ, սակայն կաթողիկոսը հարցերին չի արձագանքել, խնդրել է մնալ օրվա տրամաբանության մեջ։ 147 հիմնական դպրոցում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Աբաջյանի արձանին գրված են նրա հայտնի խոսքերը, որոնք զոհվելուց առաջ են ասել։ Դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանն էլ նշել է, որ Ռոբերտ Աբաջյանը հայրենիքը կյանքից բարձր դասեց։ Կառավարությունը երկարաձգել է անհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքների ֆինանսական աջակցությունը 3 ամսով։ Խոսքը վերաբերում է այն ընտանիքներին, որոնց հարազատները դատական կարգով դեռ չեն ճանաչվել անհայտ բացակայող։ Նրանց տրամադրվելու է ամսական 300,000 դրամ մինչև 2026 թվականի մարտ ամիսը ներառյալ։ Մինչ այժմ գործող որոշմամբ աջակցությունը պետք է դադարեր 2026-ի հունվարի 1-ից։ Ընդհանուր 3 ամսվա ֆինանսավորումը կազմելու է 18,900,000 դրամ։ Որպեսզի հնարավորություն ունենար ֆինանսային հիմնադրամից ստանալու այդ հատուցումը ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած պետք է քաղաքացիական դատավարության կարգով ճանաչվել անհայտ բացակայող։ Բայց ունենք մի իրավիճակ, որ մի շարք անհետ կորած զինծառայողների հարազատներ այս ընթացակարգով չեն անում։ Մտավախություններ ունեն, որ այս կարգով անհետ կորած ճանաչելու պարագայում կհամարվի, որ իրենց հրաժարվում են իրենց որդուց կամ որ պետությունը կդադարեցնի որոնումները։ 4 այգերիների ազատ արձակումը հույս է ներշնչում մնացած 19 պահվող անձանց վերադարձի եւ անհայտ կորածների ճակատագրի հարցում։ Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Արարատ Միրզոյանը եւ նշել, որ այս քայլը կարող է կարևոր դեր ունենալ վստահության ձևավորման եւ հաշտեցման գործընթացի առաջխաղացման վրա։ Նրա խոսքով 25 օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը պատմական շրջադարձային պահ էր, որտեղ ստորագրվել է Ադրբեջանի ու Հայաստանի համատեղ հռչակագիրը Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ որպես վկա։ Միրզոյանը հավելել է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ նախաստորագրվել է խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը, հիմնված ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Անկարան առաջարկում է ակտիվացնել միջին միջանց կանոնով հայտնի Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացումը, հայտարարել է Աշխաբադում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոկը։ Նրա խոսքով Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը ապացուցել է իր անվտանգ եւ գործնական ուղին։ Մենք ուրախ ենք նշել այս միջանցքի նկատմամբ վերջերս աճող հետաքրքրությունը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից։ Հայաստանը Թուրքիային է արտահանձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող մեկ անձի, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը, չհայտարարելով սակայն արտահանձնված անձի անունը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության համաձայն Հայաստանից Թուրքիային փոխանցված անձը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակային հարձակման եւ փաստաթղթերի կեղծման համար։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն էլ գրում է, որ 14 հետախուզվող անձ է ձերբակալվել օտարերկրյա պետություններում եւ միջազգային համագործակցության շրջանակներում տեղափոխվել Թուրքիա։ Նրանցից տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող 9 անձ արտահանձնվել է Վրաստանից, 2-ը Գերմանիայից, իսկ 3-ը Հայաստանից, Խորվաթիայից եւ Չեռնոգորիայից։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է հրեա ծայրահեղականը թքում հայ քահանայի ուղղությամբ Երուսաղեմի հայկական թաղամասում։ Տեսանյութը X-ում տեղադրել է լրագրողը եւ կից գրել. այսպիսին է Սուրբ Հողում քրիստոնյա հայերի առօրյա իրականությունը։ Այդ դեպքերը միշտ էլ եղել են, այդ կալվածից առաջ են եղել, նրանք այդպես ավանդություն ունեն, թքում են, երբ որ տեսնում են խաչ, երբ որ տեսնում են վանք, տեսնում են հոգևոր հագուստով մեկը եւ չեն հասկանում, որ հայերը հրեաներին չեն ճնշել, այլ հրեաները ճնշվել են միջնադարում Եվրոպայում։ Այնտեղ որոշ ծայրահեղ այդպես խմբակներ կան, որոնք որ դեռ այդ հիմարությունը ուսուցանում են իրենց աշակերտներին։ Ես դիմել եմ վանքի պաշտոնյաներին,
հասցնեմ, որ մեր ռիանկերների միջոցով պետք է հարց հասցնել Իսրայելի խորհրդարան, այսինքն Քնեսեթ, եւ այնտեղ ուղղակի փորձել որպեսի օրենք անցկացնեն, որ այդպես ցկելու պարագային ուղղակի մարդը պատժվի։ Ինչ անուն էր Ալիևը կպցրել Սևանալճին նախորդ տարի այս հարցում եւս իշխանականներն ու ընդդիմադիրները այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։ Բաքվի բռնապետը Գեղամածովը Գյոյչա էր անվանել, թե պարզապես հիշատակել ռուսական մի քարտեզ, որտեղ Սևանի ուրվագծերին դաջված էր եղել այդ անունը։ Ջրերը պարզվեցին, փոխարենը համացանցում տարածվեց այս լուսանկարը։ Ադրբեջանական շշի վրա նույնիսկ Սևանն են պատկերել, վրան գրել Բասարգեչար, շուրջ բոլորն էլ հայկական բնակավայրերի անվանումներն են, բայց իրենց հնարած ձևակերպումներով։ Ալիևը մի կողմից խաղաղություն է խաղում, մյուս կողմից Հայաստանը, որի տարածքային ամբողջականությունը Ամերիկայի նախախաղաղության թղթերով է ճանաչել, հռչակում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Այս հանգամանքը հիշեցնեմ նաև վերջերս հրապարակված արտաքին հետախուզական ծառայության զեկույցում էր տեղ գտել եւ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը գրել էր, թե սա զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության ու երկարաժամկետ խաղաղության համար։ Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզարշավը։ Դեկտեմբեր ամսին լրատվական ծառայությունը 42 հրապարակում է արել, խոսքը Ադրբեջանի գործակալության մասին է, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվել է որպես ճակերտավոր Արևմտյան Ադրբեջանի չհստակ զավթողական ծրագիր է եւ որևէ պատմական աշխարհագրական ու քաղաքական հիմք չունի։ Հունվար ամսի ընթացքում դեռևս մինչ այսօր արվել է մոտավորապես 30 այդպիսի հրապարակում եւ հետախուզության ծառայությունը թեև խոսել է խնդրի արկայության մասին, բայց հավալիորեն երևի իրենց մի տարի է պետք, որ հասկանան, թե այդ խնդիրը ինչ լուրջ վտանգներ ու ռիսկեր է իրենց բանակում։ Սա էլ Բաքվի հեռուստաալիքն է, եթերում ինքնիշխան Հայաստանի քարտեզը, մեկ էլ մեր վարչատարածքային բաժանման ուրվագծերն ու հայկական անվանումները ջնջվում են, էկրանին հայտնվում են կեղծ ադրբեջանական անվանումներ։ Դա իրենց արտաքին քաղաքականությունը, դա իրենց ռազմավարությունն է, որպես հայկական սեպը ընդհանրապես վերացնելը։ Եվ բնականաբար դա վերացնելու համար դա չի կարող հենց այնպես գալ։ Դա ինչ որ հիմնավորում, թեկուզ ձևական, բայց հիմնավորում պետք է ստեղծվի։ Այդ հիմնավորումը գրածած օրինակներով է ստեղծում։ Արևմտյան ադրբեջանական տերմինաբանությունը դուրս չի գալիս, Զանգեզուրի միջազգային տերմինաբանությունը դուրս չի գալիս։ Դրանք նյութատեխնիկական բազան են պատրաստում հետագա անեքսիայի։ Տեղի ունեցողը ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության բաց աչքի առաջ է։ Ալիևը չի վախենում արդյոք կորցնել խաղաղության աղավն ու իմիջը, որը աշխարհի աչքին կերտել է։ Քաղաքագետի խոսքով անգամ հայ-ադրբեջանական խաղաղության համար, այսպես ասենք, պայքարող երկրները ունեն իրենց խնդիրները, որոնցով էլ զբաղված են։ Ինչ ասենք Գերմանիա կանցլերը պետք է առողջի դգուն վերքենա մտածել այսօր Ադրբեջանի ղեկավարի Իլհամ Ալիևի ինչ իմիջ ունի կամ Ֆրանսիայի ուրիշ մտածելու խնդիրներ ունեն, քան թե Ալիևի իմիջը մտածել է։ Ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Ու այս ամենից զատ փորձագետ վերլուծաբանները տպավորություն ունեն նաև, թե հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններն այժմ կամ կուլիսներում են ընթանում, կամ էլ ընդհանրապես երկխոսության դադար է։ Ալիևի ողջ վարչակազմը հիմնված է հայատյացության, պատերազմի, հայերի նկատմամբ պատելության, զավթողական ծրագրերի հիման վրա։ Ալիևի վարչակարգը չի փոխվելու։ Որևէ պայմանագիր էլ չի ստորագրվելու, որովհետև ինքը չունի իրական որևէ ցանկություն գնալ խաղաղություն։ Երբ խաղաղության օրակարգը կառուցվում է զավթողական բառապաշարի ու պատմության վերաշարադրման վրա, այն դառնում է ոչ թե լուծում, այլ նոր ճգնաժամի հիմք, մասնագետներն են գնահատում։ Կեղծ է Ալիևի խաղաղությունը, իր քարտեզների պես կեղծ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի եւ բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Այս մասին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Մեր գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից եւս, ընդգծել է նախարարը։
Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կոնյակ արտադրող տնտեսվարողների աջակցության ծրագիրը եւ դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին առնվազն 3000 տոն նախաղողի մթերումներ իրականացրած եւ շշալցված կոնյակի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրել մինչեւ 200 միլիոն դրամ սահմանաչափով վարկեր, աշխատակիցների աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, պետական կամ համայնքի բյուջե հարկեր եւ պարտադիր վճարումներ իրականացնելու նպատակով։ Հայաստանում 2025-26 ուսումնական տարում 777 երեխա ուշ դպրոց գնաց ու անմիջապես ընդգրկվեց բարձր դասարաններում, ինչը ծնողների մոտ մտահոգություն է առաջացրել հոգեբանական ու ուսումնական խնդիրների պատճառով։ ԿԳՄՍ-ն նշում է, որ փոփոխությունը նվազեցրել է ուշ դպրոց գնացող երեխաների թիվը, ավելի քան 80%-ը հարմարվել է։ Փորձագետները եւ հոգեբանները հակասական կարծիք ունեն։ Մի կողմից ուշ դպրոցը վնասակար է, մյուս կողմից երեխաների ու ուսուցիչների վրա ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր նավատորմ է մոտենում Իրանին, հույս հայտնելով, որ կողմերը կկարողանան համաձայնության հասնել։ Միևնույն ժամանակ ամերիկյան լրատվամիջոցների վերլուծություններով նշվում է, որ Վաշինգտոնը կարող է քայլեր ձեռնարկել ծովային ճանապարհով դեպի Չինաստան իրանական նավթի մատակարարումները սահմանափակելու համար։ Սխալ է հարձակվել Իրանի վրա, սխալ է պատերազմը նորից սկսելը, Իրանը պատրաստ է նորից բանակցել միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Իմ խորհուրդն է ամերիկացի ընկերներին փակեք փաստաթղթերը մեկ առ մեկ իրանցիների հետ։ Սկսեք միջուկայինից, փակեք այն եւ մի բացեք այն որպես փաթեթ։ Եթե դրանք փաթեթով դնեք, մեր իրանցի ընկերների համար շատ դժվար կլինի յուրացնել այն եւ անցնել դրա միջով։ Դա կարող է նրանց համար նվաստացուցիչ թվալ եւ դժվար բացատրելի ղեկավարության է։ Եթե մենք կարողանանք իրավիճակն ավելի հանդուրժելի դարձնել, դա կօգնի։ Ռուսական ԱԹՍ-ն Ուկրաինայի հյուսիսարևելքում հարվածել է ուղևորատար գնացքի, զոհվել է ավելի քան 5 մարդ, միջադեպը տեղի ունեցել Խարկովի մարզում։ Նախագահ Զելենսկին հարձակումը որակել է որպես ահաբեկություն, ընդգծելով, որ քաղաքացիական գնացքը ռազմական թիրախ չէր։ Նա նշել է, որ նման հարվածները խաթարում են խաղաղության ջանքերը եւ կոչ արել դաշնակիցներին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Միացյալ Նահանգներում ուժեղ ձնաբքի հետևանքով մահացել է ավելի քան 30 մարդ։ Մահվան դեպքերը կապված են սառնամանիքի, ճանապարհատրանսպորտային պատահարների եւ ձնաբքի պայմաններում տեղի ունեցած միջադեպերի հետ։ Մեն նահանգում եղանակով պայմանավորված փոքր ինքնաթիռը վթարի ենթարկվել, մահացել է 7 մարդ։ Ավելի քան կես միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, հազարավոր չվերթներ չեղարկվել են, իսկ տրանսպորտային համակարգը երկրով մեկ լուրջ խափանումների է ենթարկվել։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ սառնամանիքը եւ զրոյից ցածր ջերմաստիճանը կպահպանվի մինչեւ փետրվարի սկիզբ։ Մումբայից թռիչք կատարող բիզնես դասի ինքնաթիռը է կործանվել։ Հայտնում են, որ զոհվել է Հնդկաստանում գործող կուսակցություններից մեկի առաջնորդը։ Արիզոնայում Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանապահ բարեկի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ժամանակ մեկ մարդու վրա կրակել են։ Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ տուժածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն։ Ֆրանսիական Ալպերի Կուրշևել լեռնադահուկային հանգստավայրի 5 աստղանի հյուրանոցում հրդեհ է բռնկվել։ Սավոյան շրջանի պրեֆեկտուրան հայտնել է, որ հրդեհը սկսվել է հայտնի հյուրանոցի ձեղնահարկում։ Ըստ տեղեկության տարհանվել է 270 մարդ։ Հրդեհը տարածվել է հարևան շենքում։ Անձնակազմը եւ հյուրերը ապաստան են գտել այլ հյուրանոցներում։ Կամչատկայի Շիվելու չրաբուխը 9000 մետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, հայտարարվել է նարնջագույն մակարդակի ավիացիոն տագնապ, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հրաբխային եւ սեյսմիկ գիտությունների ինստիտուտը։ Հունվարի 27-ին մայրաքաղաքում Շիրակի փողոցում Վոլվոն բախվել է Իրանի քաղաքացու թույլատրելի հատվածում կայանած վրացական համարանիշներով Mercedes բեռնատարի հետնամասին։ Վոլվոյի վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել։
Հունվարի 27-ին 33-ամյա Անուշ Անվանը Վոլվոյով Մղջան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել Բետոնե Էլեկտրասյանը, կոտրել այն ու կողաշրջվել։ Վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Արտաշատի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Նա տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Եվ օրեր առաջ Շամշանքոմը բարձրաձայնել էր Արտաշատի խճուղում արտաքին լուսավորության որոշ էլեկտրական սյուների վրա տեղադրված LED լույսերի չաշխատելու մասին։ Հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետի հանձնարարականով երկխաղ լույսի մասնագետները գործի են անցել։ Հիմա LED լույսերը անխափան գործում են։ Հիմա ոնց չասել, շնորհակալություն, որ խնդիրը կարճ ժամանակում լուծվեց։ Վերականգնվեց, սարքվեցին բոլոր լույսերը, հիմա տեսնում եք,